Մինչև 2031 թվականը Հայաստանը կունենա նոր կաթողիկոս, խոստանում է քաղաքացիական պայմանագիրը։ Կուսակցության նախընտրական ծրագրում թրիփ նախագծի, ակադեմիական քաղաքի, մետրոյի աջափնյակ կայարանի ու բիոգազի արտադրության խոստումների կողքին կարդում ենք. Հայ առաքելական եկեղեցու փաստացի պետի հեռացում։ Կաթողիկոսին գահից իջեցնելու իշխող թիմի շուրջ 1 տարի չընդհատվող պայքարը հիմա արդեն նախընտրական ծրագրային դրույթ է։ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ լավ կլիներ ուրիշ կուսակցություններ նույնպես իրենց ծրագրի մեջ ունենային Կտրիչ Ներսիսյանից եւ այն մարդկանցից, ովքեր որ վարկաբեկում են Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մաքրելը ու ազատելը, դա մեծ օգուտ կբերեր մեր պետությանը, մեր պետականությանը։ Խորհրդարանի նախագահի հիմնավորումը նորություն չէ, նախընտրական ծրագրում էլ գրել են. արտաքին ուժերը փորձում են եկեղեցին դարձնել պետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ Եթե կան նման տվյալներ, մենք ունենք պատշաճ քրեական դատավարական մեխանիզմներ, այսինքն գործիքակազմ, որոնց շրջանակներում կարող են եւ մեղադրանք առաջադրել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել, եթե որևէ անհատ կատարում է գործողություն, որը արգելված է մեր օրենսդրությամբ։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով կաթողիկոսի հեռացման ու եկեղեցու բարենորոգման հարցերը նախընտրական ծրագիր տանելը եկեղեցու ինքնավարությանն ուղիղ միջամտություն է։ Մեր եւ սահմանադրությամբ եւ համապատասխան օրենսդրությամբ շատ հստակ է, որ պետությունը անջատ է եկեղեցուց, ու սա նշանակում է, որ հենց պետությունը իդեմս կառավարության գործադիրի առաջին հերթին չպետք է միջամտի եկեղեցու ցանկացած կրոնական կազմակերպության ինքնավարության հարցերին։ Իշխող ուժի ծրագրում գրված է եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավորները օտարվել են եկեղեցուց։ Ըստ փորձագետի սա ոչ միայն միջամտություն է կրոնական կազմակերպության գործին, այլև հոգևորսություն։ Դու չպետք է որևէ եկեղեցու անդամների թիվը ավելացնես կամ պակասեցնես որպես կառավարություն։ Իդեպ վիճակագրական կոմիտեի տվյալները օտարման մասին չեն։ Հայաստանում հայ առաքելական եկեղեցու հետևորդ է բնակչության 95.2%-ը, 2.793.042 մարդ։ Իրավական հարցերով փորձագետը վստահ է, իշխող թիմի նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման հարցը ներառելը հետագայում ընտրություններից հետո կներկայացվի ժողովրդից ստացած մանդատ փոփոխությունների համար։ Իսկ վեհարանն ազատելու Փաշինյանի սխեման նույնն է։ Նախկինում ասել է, այժմ էլ ծրագրում են գրել. կաթողիկոսը հեռանում է, ընտրվում է տեղապահ, նոր կանոնադրություն է ընտրվում, ապա նոր կաթողիկոսի ընտրություն անցկացվում։ Քաղաքացիական պայմանագրում համոզված են, ոչ թե սահմանադրությունը օրենքներ են խախտում, եկեղեցու բարենորոգում խորագրի ներքո, այլ վերականգնում են սահմանադրական կարգը, եկեղեցին դուրս են բերում քաղաքականությունից։ Սահմանադրություն չեն խախտում, որովհետև դուք էլի նույնականացնում եք անձերին կառույցի հետ։ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովը չէ։ Կտրիչ Ներսիսյանը 1700-ամյա հայ առաքելական եկեղեցին չէ։ Ազգային ժողովի նախագահը համաձայն չէ, որ իր թիմն ու առաջնորդ Փաշինյանը մայր օրենքն ու հայ առաքելական եկեղեցու օրենսդրությունն են խախտում։ Առաջարկում է անձն ու կառույցը չնույնացնել։ Միայն թե նախընտրական ծրագիրը մտել ոչ միայն վեհափարի հեռացումը, այլև օրինակ նոր կանոնադրության ընդունումը, նաև թե ինչ պիտի սահմանվի այդ կանոնադրությամբ։ Կառավարությունը իրավունք չունի ոչ կանոնադրություն փոխի, ոչ ներքին կյանքին կառուցվածքին վերաբերող որևէ հարցեր փոխեն, հենց որպես իշխանություն ըստ էության, հա։ Սա մարդու իրավունքների Եվրոպական դատարանում շատ հստակ դիրքորոշում է արտահայտվել տարբեր գործերով եւ Բուլղարիայի դեմ, Մոլդովայի դեմ, այլ անդամ պետությունների դեմ, որտեղ հստակ ասվում է, որ մի կողմից պետությունը պետք է չեզոքություն պահպանի։ Իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով վարչապետն արդեն ապացուցել է, որ որպես շարքային հավատացյալ չի լծվել հոգևոր ռեֆորմի գործին։ Գործողությունները կատարվում են ի պաշտոնե, որպես վարչապետ ստորագրվում է ինչ-որ փաստաթուղթ կամ ինչ-որ հանդիպում է հրավիրվում։ Երբ որ գործի են դրվում ոստիկանության ծառայողները կամ ազգային անվտանգության ծառայողները եւ այլն, երբ որ մենք տեսնում ենք, որ պետական ապարատն էլ է օգտագործվում եկեղեցու ներքին խնդիրների լուծման կամ ինչ-որ նախընտրելի լուծման համար, սա միջամտություն է, այո, եկեղեցու կամ կրոնական կազմակերպության ինքնավարությանը։ Չի բացառում, որ ընտրություններից հետո օրենսդրական փոփոխություններ կանեն սահմանափակելու եկեղեցու ինքնավարությունը։ Նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը ընդդեմ անպատվության ու նենգադավության,
Սերը, համերաշխությունը, միասնությունը գերադասելու պատգամ էր հղում 3 ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի պատարագին։ Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց էլ դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, ու այդ ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդարված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ, ասաց վեհափառը։ Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պարակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ունտրովի արդարադատություն եւ կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ։ Իդեպ այս զատկին Գարեգին II ամփովանին կրում էին փաստաբաններ, մայրաթոռից բացատրում են, պատահական չէ, նախորդ տարվանից եկեղեցին հարկադրված է դատարաններում պաշտպանել իր ինքնուրույնության իրավունքը։ Քրիստոս հարյավ իմեղելոց։ Իսկ Հայաստանի վարչապետը Քրիստոսի հարության լուրը լսեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Այստեղ անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էր պատարագում, Փաշինյանին միացած 10-ից մեկը։ Հոգևոր այս մի տոնն էլ առանց միջադեպի չանցավ։ Ամոթ ձեզ տիրադավ բղավեց մի կին հարության լուրի չափ բարձր ձայնով։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։